Հաղորդման հովանավորն է Կարծի Լավաշ ընկերությունը։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, եթերում համահայկական առավոտն է, ողջույն բոլոր հայերին, Ամերիկայում, Հայաստանում եւ ողջ աշխարհում։ Յուրաքանչյուր առավոտ ժամը 10-ին, յուրաքանչյուր աշխատանքային օր մենք կլինենք ձեզ հետ եւ մի փոքրիկ ավել արևի լույս կբերենք ձեր տուն։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, այսօր երեքշաբթի է, մայիսի 27-ը, հանգիստ օր է։ Այսօր կարծում այն օրերից է, երբ կարելի է մի վայրկյան կանգ առնել, շունչ քաշել եւ ասել շնորհակալ եմ կյանքի համար։ Այսօրվա ընթացքում մեզ սպասում են հետաքրքիր թեմաներ, նորություններ Գլենդելից եւ Հայաստանից, կարևոր խորհուրդներ եւ փոքրիկ ներշնչում։ Այսօր ամբողջ աշխարհում նշվում է խաղաղության օրը, առանց պատերազմի օրը, եւ մենք յուրաքանչյուրս կարող ենք մեր կողմից, մեր ընտանիքում, մեր տան մեջ, մեր շրջապատում փոքր ավել խաղաղություններ դնենք, ավելի հասկանալով իրար վերաբերվենք եւ այն ինչ որ մեր մեջ կուտակում ենք եւ չենք ասում եւ հետո դա պայթուցիկի պես տրակում է, պետք չէ պահել ներսում եւ պետք է խոսել եւ հասկանալ իրար։ Դա էլ կլինի մեր ներդրումը այսօրվա տոնի հետ կապված խաղաղության եւ անպատերազմ օրվա։ ԱՄՆ-ում այսօր նաև նշվում է SPF-ի National օրը, National Sunscreen Day։ Սա այնքան պարզ, բայց շատ կարևոր հիշեցում է, որ պետք է պաշտպանել մեր մաշկը անգամ անպամած օրերին, մի փոքր սովորություն դարձնել, որը կարող է փոխել մեր ամբողջ մաշկի վիճակը։ Իդեպ SPF օգտագործելը ոչ միայն գեղեցկության հետ է կապված, դա խնամք չէ պարզապես, դա պաշտպանություն է մեր օրգանիզմին, որովհետև հետևանքները, եթե չօգտագործենք SPF, կարող են շատ ծանր լինել մեր մաշկի համար։ Այո, մաշկի վաղաժամ ծերացման մոտ 90%-ը պայմանավորված է հենց արևի ճառագայթներով։ Մեր սիրելի կրեմները չեն օգնի, եթե ամեն օր չպաշտպանենք մեզ SPF-ի շնորհիվ։ Իդեպ մաշկի քաղցկեղի վտանգը 50-ից 70%-ով ավելանում է, եթե մենք չարաշահում ենք արևը եւ չենք օգտագործում պաշտպանիչ քսուկներ։ Եվ իհարկե բոլորիս ծանոթ պիգմենտացիան, որի հետ շատերը պայքարում են, մուգ գծերը ու մաշկի անհամաչափ գույնը նույնպես հաճախ լինում են արևից եւ նույնիսկ անպամած օրերին արևը աշխատում է, այսպես ասած, նամանավանդ ԱՄՆ-ում ու պատուհանի հետևից էլ UVA ճառագայթները հասնում են մեր մաշկին։ Այո, նույնիսկ այսպիսի եղանակին եւ նույնիսկ ստվերի տակ արևը իր ազդեցությունը անում է եւ մենք մեր համար պետք է հոգ տանենք, որովհետեւ եթե նույնիսկ այս պահին դրա ազդեցությունը չեք զգում, հաստատ հետագայում կարող է վատ անդրադառնալ։ Եվ ամենակարևորը, արևապաշտպան քսուկը պետք է թարմացնել օրական մի քանի անգամ, եթե երկար ժամանակ եք մնում արևի տակ, այլ ոչ միայն առավոտյան եւ երեկոյան։ Իդեպ ես տոնային քսուկ եմ գտել, որը շատ լավն է, իր մեջ պարունակում է հենց 50 կամ 60 SPF, կարծում կարող եք նման կերպել փորձել գտնել տոնային քսուկներ, որոնք արդեն իսկ ունեն իրենց մեջ SPF-ը եւ եթե ամեն օր մեյքափ եք անում Յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ պետք է, եթե դու տանն ես գտնվում կամ նույնիսկ պատուհանի մոտ 3-4 ժամը մեկ պետք է այդ քսուկը օգտագործել եւ ինչպես օրինակ ինձ Անահիտը նվիրեց քսուկներ հենց SPF-ով, որոնք շատ դուր եկան ինձ եւ ես օգտագործում եմ եւ հենց այդ ժամանակ ես ուսումնասիրեցի ու հասկացա դրա կարեւորությունը ու ազդեցությունը։ Ձեր հիմնական կրեմը երբ որ օգտագործում եք, վրայից պետք է SPF-ը քսեք, հետո արդեն եթե հարդարվում եք, կարող եք վրայից արդեն ձեր դիմահարդարումը կամ էլ հենց քո ասածի նման օգտագործել արդեն տոնային քսուկը, որը պարունակում է SPF եւ տարիքի ընթացքում արդեն 50 կամ 60%-անոցն է պետք օգտագործել։ Խոսենք նաև մեր սիրած թեմայով աստղաբանություն, աստղագիտություն եւ մոլորակների դասավորության կարեւորությունն ու ազդեցությունը մեր վրա։ Այո։ Երևի այսօր դու սկսես Լուսինը այսօր Լուսինը իր հանգիստ ընթացքով է գտնվում կույս համաստեղության մեջ, սա մի պարբերություն է, երբ տիեզերքը մեզ հուշում է ժամանակն է վերադառնալ կարգուկանոնի, պարզության եւ առողջ մտքի։
Կույսը պատասխանատու է մանրուքների վերլուծության եւ հոգատար վերաբերմունքի համար այսօր լավորեն սկսելու ձեր չավարտած գործերը, մաքրելու ոչ միայն տան անկյունները, այլ նաեւ հոգու կուտակումները։ Այսօր 20-րդ օրն է լուսնային համակարգի, այսօրը համարվում է ճշմարտության ներքին ուժի եւ հավասարակշռության օր։ Դա այն պահն է, երբ կարող եք կանգ առնել եւ նայել արդյոք ապրում եք այնպես, ինչպես ձեր ներսում եք զգում։ Եթե զգում եք հոգնածություն, ներքին կասկած կամ անհամաչափություն ձեր կյանքում, այսօր փոքր քայլերով հնարավոր է վերականգնել հավասարակշռությունը։ Մի մոռացեք, որ ճշմարտությունը երբեք աղմկոտ չի լինում, այն ապրում է լռության մեջ։ Այսօր հենց ճիշտ օրն է, որպեսզի մենք փորձենք ավելի խաղաղ մեր հարցերը կարգավորել, չէ՞ որ կան դասավորություններ աստղային երկնքում, երբ որ մի փոքրիկ չմտածված խոսքը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ, այնպես որ այսօր հենց մի քիչ ավելի խաղաղ եւ հանգիստ առանց վեճերի օր պահպանելու համար է ավելի հարմար։ Լավ օրը մտորումների, պարզ դասավորվածությունների եւ ամենակարևորը ներքին լռության համար, որքան հանգիստ է մեր ներսը, այնքան հանգիստ է մեր օրը։ Իդեպ ես կուզեի մեր հեռուստադիտողներին նաև խորհուրդ տանք, թե ուր կարելի է գնալ, եթե ցանկանան այսօր բավականին հաճելի օր է եւ ժամանակ կգտնեն, կարծում եմ, ոմանք տեղ գնալու։ Արի խորհուրդ տանք, թե ուր կարող են այսօր այցելել։ Գլենդելի կենտրոնական գրադարանը այսօր ժամը 11-ից հյուրընկալում է լռության տարածք ծրագիրը, ընթերցանության եւ մտորումների բաց տարածք նրանց համար, ովքեր ուզում են կտրվել խառնաշփոթից ընդամենը մի ժամ գրքի, տեքստի ու ներսի հետ։ Իսկ Սուրբ Լևոն Armenian Cathedral-ում Բաքվում այսօր երեկոյան ժամը 7-ին նախատեսվում է փոքրիկ բացօթյա դասախոսություն եւ երաժշտական կատարում, նվիրված հայ միջնադարյան երաժշտության ոգուն։ Կարծում եմ հիանալի առիթ է, որպեսզի գնալ եւ թե հոգեվոր սնունդ ստանալ, թե մաքրվել եւ թե հաճելի երաժշտություն լսել ու ճանաչել այն։ Այո։ Իսկ եթե ցանկանում եք մնալ տանը, առաջարկում ենք դիտել Սարոյան եղբայրներ ֆիլմը Ֆրունզե Դովլաթյանի ռեժիսուրայով հոգեբանական կինո հայ լինելու մարդկանության եւ հիշողության մասին է։ Երբեմն մշակույթն է այն պատասխանը, որ փնտրում ենք հոգեբանության մեջ։ Իդեպ 3 Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է եղել, նա մեր մեծագույն ռեժիսորներից է, ով շատ մեծ ազդեցություն ունի հայ կինեմատոգրաֆիայի վրա, ուշացումով, բայց իր հարազատներին, ովքեր ողջ են եւ ստեղծագործում են ու շարունակում են իրենց պատվավոր պապիկների եւ հայրերի աշխատանքը, իրենց են կողում եւ մեր ողջ ազգին, որովհետեւ մեր ազգի պարծանքներից է։ Այո։ Իսկ եթե ձեզ անհրաժեշտ է պարզապես լռություն եւ թեթև շարժում, վերցրեք հին ձայնարկիչը, արեք այն, ինչ որ ձեր սիրտն է ուզում։ Պարզապես մեկ գիրք վերցրեք, գնացեք նստեք որևէ այգում, այգիները շատ են ցանկացած տարածքում ամենայն դեպս այստեղ։ Իդեպ գիտես, Կալիֆոռնիայի օրենքներում եւ փոփոխություններում նախատեսվում է, որպեսզի ավելի շատացնեն կանաչ տարածքները։ Առանց այն էլ ամենտեղ կա, բայց շատ լավ է, այնքան հաճելի է, որ կանաչ տարածքները շատ են ու գիտես հանգիստ ես քեզ զգում, կարող ես գնալ ժամանակ անցկացնել, պիկնիկ կազմակերպել, բարբեկյու եւ այլն ու ամեն թաղամասում այո կան շատ։ Իդեպ Անահիտը գիտի, որ ես weekend-ը շաբաթ եւ կիրակին անցկացրել եմ մաքրագույն բնության գրքում, որի մասին մենք կխոսենք արդեն դադարից հետո, ես կկիսվեմ իմ տպավորություններով, դրանք պարզապես բառերով նկարագրելի չեն, բայց ես կփորձեմ դրանք պատմել եւ բացատրել ու կիսվել ձեզ հետ։ Կմիանանք ձեզ փոքրիկ դադարից հետո։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք կրկին եթերում ենք եւ ուզում եմ հիշեցնել մեր հաղորդման հովանավորի մասին։ Կարսի լավաշ, որի համը անզուգական, անմոռանալի, ոչ միայն հացաբուլկեղենի, լավաշի եւ հացի, այլ նաեւ քաղցրավենիքի էկլերը ես միշտ ասում, այո, թխվածքների էկլերը ես առանձնացնում եմ, որովհետեւ իսկապես դա պետք է փորձեք, որպեսզի
պատկերացնեք ինչի մասին ենք խոսում։ Ես շատ կմահաճ եմ թխվածքների եւ հացաբուլկեղենի հանդեպ, որովհետեւ գնահատում եմ ճիշտ ու լավ համը, ու եթե ինձ դուր է գալիս որևէ հացատեսակ, ես կարող եմ շատ հեռու մի քանի քաղաքային կողմ քշել, վարել եւ հենց այնտեղից գնել, որովհետեւ հացը մեզ հայերիս համար այն սննդատեսակն է, առանց որի մենք չենք կարող եւ ճիշտ ու լավ համեղ հացի եւ թխվածքի համը գիտենք եւ դրա համար էլ կարծում եմ միշտ հերթեր են առաջանում Կարսի լավաշի դիմաց, կարծում եմ շուտով ապագայում եւս մեկ հասցե կբացվի, որովհետեւ պահանջը իսկապես շատ մեծ է։ Իդեպ ես ասացի, որ կպատմեմ շաբաթ-կիրակի անցկացրած մեր հյուրն էր նախորդ շաբաթ Լևոնը Magic Hands-ը։ Այո, Լևոնն է կազմակերպում այդ ուղևորությունները, ռետրիտները դեպի տարբեր տեղեր, որտեղ հոգևոր եւ ուժեղ էներգետիկ դաշտեր են, կետեր են, բնություն Իդեպ մենք էլ ուզում էինք Լևոնը ուզում էր մեր այդ ճամփորդության համար հացը լավաշը գներ Կարսից, բայց ցավոք վերջի պահին երբ որ մոտեցել է էլի հերթ է եղել եւ չի կարողացել գնալ, բայց եթե ես իմանայի, ես նախապես կգնայի, որովհետեւ Կարսի լավաշի համը ոչ ինձ համար ամենայն դեպս ոչ մի այլ լավաշ չի փոխարինում։ Լավ, պատմեմ այդ ճամփորդությունից, այո։ Ես շատ տպավորված եմ, արդեն սա երկրորդ օրն է, երրորդ օրն է ինչ վերադարձել ենք ու իմ էմոցիաները չեն դադարում ինձ հետապնդել։ Երբ որ մենք գնացինք 3 օրով, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի, իդեպ յուրաքանչյուր ամիս է անցկացվում այդ ռետրիտները, փոքրիկ խումբ է հավաքվում 10-12 հոգանոց։ Հիմնականում այդ խմբերը գալիս են հենց հոգևոր աճ փնտրող բնություն սիրող մարդիկ։ Ես չէի պատկերացնում ինչ է լինելու, Անահիտի դեպ շատ եմ ուզում, որ հաջորդ անգամ դու էլ միանաս։ Անպայման ես շատ փոշմանեցի, որ այս անգամ չկարողացանք միանալ, բայց մյուս անգամ անպայման։ Դու պետք է գաս, անպայման, որովհետև ինձ մոտ էլ միշտ ժամանակ չկար, միշտ չէր ստացվում, բայց դու չես կարող հավատալ, քանի հանդիպում եւ աշխատանքային անելիքներ եմ ես հետաձգել եւ չեղարկել, որպեսզի կարողանամ գնամ, որովհետև ինչ որ մի բան ներսից ինձ ստիպում էր, որ պիտի ամեն ինչ մի կողմ թողնես եւ գնաս։ Իսկապես շատ դժվար էր ազատ ժամանակ գտնել, բայց ես դա արեցի։ Ինչ խոսք, ես չեմ նաեւ թերությունները չեմ թաքցնի, որովհետեւ ճանապարհը երկար է, թվում է թե 4 ժամ, 5 ժամ ես չեմ գնա այդքան հեռու, բայց գնում ես, գնացի նորմալ անցավ բավականին հեշտ, երբ որ հասնում ես, նախ այնքան գեղեցիկ է շուրջդ նայելով, ծանոթանալով, երբ որ հասանք, շատ լավ օր անցկացրեցինք առաջին օրը, ծանոթացանք տարբեր տեղեր գնացինք, հաջորդ օրը պետք է հայքինգ անենք եւ ժայռեր բարձրանայինք, ասացի ես չեմ գա։ Ասացի ես չեմ գա։ Բացառվում է, որովհետեւ ես այն մարդն եմ, ով երբ որ գնում է սուպերմարկետ եւ փարքինգը 2 գիծ այն կողմ է, չի մնում։ Ես չեմ կանգնի, կամ պետք է մոտիկ կանգնեմ, որպեսզի անմիջապես դրան կողք լինեմ, կամ չէ, այդ աստիճան ես քայլել չեմ սիրում։ Բայց այդուհանդերձ ես չգիտեմ ինչ հրաշքով, ինչ գերբնական ուժով գրեթե 10 ժամ Անահիտ ոդքով արևի տակ ժայռ ենք բարձրացել։ Դա անհավանական է, ոչ մի վայրկյան էներգիատ չէր պակասում։ Ես չէի կարող հավատալ։ Խոսում էիք ընթացքում կամ շփվում եք իրար հետ, թե լրության մեջ էիք։ Քանի որ ճանապարհը երկար էր եւ շատ տարբեր էր, կողքից սկյուրիկներ էին քեզ մոտենում, դու իրենց կերակրում էիր, պահեր լինում կանգնում էիր, ջուր էիր խմում կամ խոսում էիր, մեկ մոտենում էիր, ասենք ինչ որ մենք գնացել էինք մեր միջավայրից մարդիկ էլ կան, ով կողքովդ քայլում էր, մեկ էլ սկսում էիր ինչ որ խորը բաներից զրուցել, պահեր լինում դու քո հետ մենակ էիր մնում, բայց հավատա, եթե ինձ ասեին ես դրա 10% կկարողանամ անել, ես կասեի անհնար է, բայց իմ ուժերը չսպառվեց։ Այդ ամբողջ քայլելուց հետո, երբ որ վերադարձանք արդեն, ես դեռ առույգ էի ու հաջորդ օրն էլ թվում էր, թե մի քանի օր չեմ կարողանա քայլեմ դրանից հետո, բայց այդ պահին գուցե քայլելուց ես ասում եի, ես այլևս երբեք սա չեմ անի, ինչի ես համաձայնվեցի, բայց վերջում արդեն օրվա ու հիմա ես այնքան շնորհակալ եմ թե Աստծուն, որ ինձ բերեց այդ տեղը, հասցրեց այդ կետին, որ ես ամեն ինչ թողեցի, թե Լևոնին, ով գիտեր, որ դա ինձ պետք է եւ գիտեր վստահ էր, որ ես այս
ձևով եմ այնտեղից հետ գալու, որովհետև երբ որ մենք հասանք ամենաբարձր ջրվեժին, այնտեղ անմիջապես ջրվեժի եզրին կար մի քար, որի անմիջապես պատկերացրու ջրվեժն է թափվում ահռելի խորը, դու հենց ժայռին նստում ես, ասած գնա նստի այնտեղ ու մենակ թողեցին ինձ։ Այդ մի քանի րոպեն, որ ես մենակ նստել եմ այդ ժայռին, դա բառերով բացատրելու չի, ես վերածնունդ եմ ապրել։ Ես նորից ծնվել եմ, ես միաձուլվել եմ բնության հետ եւ գոյություն չունեն այդպիսի բառեր, որոնցով կարելի է բացատրել ու նկարագրել այդ երջանկության ու մաքրության ու ներձուլման աստիճանը հոգեվոր։ Երևի ամբողջ նեգատիվը բաց ես թողում, չէ՞, այտենց վարքյաններին սենց Գիտես, երբ որ դու դեպի քեզ մոտենում ես, այդ նեգատիվն էլ պետք է վերապրես, որպեսի բաց թողնես, որովհետև ցանկացած չվերապրած այնինչ դու դնում ես մի կողմ եւ չես մարսում հոգեբանորեն, դա քեզ անընդհատ տանջելու է։ Դա ոնց որ ափսեի վրա կեղտ լինի, դու չմաքրես, այդ կեղտը ոչ միտեղ չի վերանա, չէ՞, ինքն իրան այն շարունակելու է այդ ափսեն համարել կեղտոտ, ինչ որը շատ եմ խոսում, տպավորություններ շատ եմ, բայց ես հիմա մի փոքրիկ նյութ ունեմ, 1.5 րոպեյանոց է, բայց փոքրիկ կադրեր եմ հավաքել, թե ինչ տեսք ուներ ընդհանուր եւ ուղղակի ուզում եմ դուք տեսնեք մի քանի կադրեր, հա, եւ հետո վերադառնանք նորից պատմեմ։ Ես մեկնեցի Յոսեմիթի ռետրիթի։ Ակնկալում էի պարզապես շփվել բնության հետ ու մի փոքր կտրվել քաղաքային առօրյայից։ Այնինչ գտա ինքս ինձ, իմ իրական եսը։ Բնության, լռության ու մաքրության խորքում ես գտա այն հեքիաթը, որը միշտ փնտրում էի իմ երազներում։ Ու այդ հեքիաթը իրական էր։ Ես այն զգացի, տեսա, ապրեցի։ Մենք քայլեցինք երկար, երբեմն լուռ, երբեմն հույզերով լի։ Մենք գրկեցինք հսկա սեկվոյան, մի ծառ, որի կողքին կանգնելիս զգում ես քո փոքրությունը, բայց նաև հոգուտ անսահման մեծությունը։ Ես կանգնեցի ամենաբարձր ժայռի եզրին ու նորից զգացի իմ փխրունությունն ու հզորությունը միաժամանակ։ Ես հաղթահարեցի իմ իսկ անվստահությունը իմ հանդեպ, երբ բարձրացա դեպի ամենաբարձր ջրվեժը, դեպի այն վայրերը, որոնց գոյության մասին մոռացել էինք քաղաքի փոշու, աղմուկի ու շտապողականության մեջ։ Սա իրականություն էր առանց ֆիլտրերի, առանց էֆեկտների, առանց խաղի, պարզ, բնական, բայց կախարդական։ Սա պարզապես ուղևորություն չէր, սա վերադարձ էր դեպի ինքդ քեզ, եւ դա ամենամեծ նվերն էր, որ մարդ կարող էր անել ինքն իր համար։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք կրկին եթերում ենք համահայկական առավոտը US Armenia TV-ի եթերում։ Ինչպես դիտեցինք միասին, իդեպ ես էլ առաջին անգամ անեի տեսանյութը Յոսեմիտեից, ես հիացած եմ ուղղակի, չեմ պատկերացնում, որ երկրագնդի վրա նմանատիպ հրաշք տեղեր կան։ Անահիտ, ես բնություն շատ եմ սիրում ու երբ որ սիրտս հանգիստ է ուզում, խաղաղություն է ուզում, ես բնությունն էի սկսում կանչել։ Ես զուտ գնացի բնություն տեսնելու, հանգստանալու, բայց որ այս աստիճան էմոցիաներ եւ զգացումներ կունենամ, ես երբևէ չի կարող պատկերացնել։ Ունա այն բարձր կետին, որ գնացիր, չվախեցար։ Վախեցա։ Իհարկե վախեցա։ Շատ վախեցա։ Բայց երբ որ դու կանգնում ես ու դու չես հավատում, որ դա իրական է, որովհետև անմիջապես ներքևում այնպիսի խոր անդունդ է, բայց այնպիսի էմոցիաներ է ստանում, ամբողջ զարկերակներիս զարկը, ես զգում եի այդ ադրենալինը, այդ էմոցիան, դա անմոռանալի է այդ ամենը։ Իսկ արջերը, բնությունը այնքան համերաշխ ու համահունչ էր, ոչ ոք իրար չէր խանգարում։ Եղնիկները չէին վախենում մեզ տեսնելուց, սկյուրիկները գալիս էին իրանց ձեռքով քո ձեռքից վերցնում էին սնունդը։ Ուրիշ աշխարհային։ Դա իսկապես ուրիշ դրախտի պես մի տեղ։ Գիտես, ես միշտ երազել եմ հայտնվել այլ իրականության մեջ, Wonderland-ում, այսպես ասած, հրաշքների աշխարհում, ու ես հավատա այդ ընթացքում ինձ զգում էի հենց այդպես։ Դա անիրական է։ Համարան ջան։ Դա շատ մեծ փոփոխություն ինձ տվեց եւ այդ լեռները ինձ շարունակում են կանչել։
Այս պահին արի խոսենք, թե ուր կարող են գնալ մեր հեռուստադիտողները, մեր սիրելիները, որովհետև այսօր էլի կարելի է հետաքրքիր բաներով զբաղվել, կարծես արևն էլ արդեն դուրս եկավ։ Այո, իմ բանի արևայրույքի տեղն է այստեղ։ Այսօր Descanso Gardens-ը Darkness Wardrobe ցուցադրություն ունի, ստեղծագործական մի ցուցահանդես, որը միավորում է կերպարվեստ, լուսանկար, հագուստ եւ բնություն։ Darkness Wardrobe-ը ցուցադրությունը, որը անցկացվում է Descanso Gardens-ում, ներկայացնում է բնության եւ մարդու մարմնի միաձուլման գաղափարը։ Ցուցահանդեսը բաց է ժամը 10-ից մինչև ժամը 4-ը եւ ներառված է այգու մուտքի տոմսի արժեքի մեջ։ Իդեպ Getty Center-ում էլ, որը Լոս Անջելեսի ամենաշքեղ մշակութային հանգույցներից մեկն է, մայիսի 27-ին նույնպես բաց է այցելուների համար եւ օրվա ընթացքում կանցկացվեն անվճար թեմատիկ շրջայցեր, ինչպես թանգարանի մշտական ցուցահանդեսների հետ կապված, այնպես էլ այգիներում։ Մուտքն ազատ է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել։ Այժմ դեռ ունեք ժամանակ, մտեք Getty Center-ի կայքը եւ մուտքագրեք ձեզ, հերթագրեք եւ գնացեք վայելեք։ Դե Ամերիկանա այդ բրենդը կարծում եմ բոլորը գիտեն այդ վայրի մասին, թեև մայիսի 27-ին ծրագրված համերգ չկա, սակայն դե Ամերիկանա այդ բրենդ համալիրը շարունակում է իր ամառային երաժշտական շրջափուլը եւ տարածքը մտնում է հրաշալի վայր զբոսնելու, սուրճ խմելու կամ պարզապես կարճ դադար վերցնելու համար ամենամոտ կենդանի երաժշտությունը շաբաթ եւ կիրակի օրերին։ Դու հարաբերականորեն նոր ես, ճիշտ է, շատ ես այցելել, գիտեմ, նահանգներ մինչ տեղափոխվել ես, բայց որն է քո սիրած վայրերից նշիր, ուր խորհուրդ կտայր օրինակ գնալ։ Երեկո անցկացնելու համար, թե ինչն ես դու սիրում։ Ես Grove-ը ավելի շատ եմ սիրում։ Grove-ը, հա։ Դե որովհետև գիտես բրանդի վրայի ամերիկանան կարծես մեր Հայաստանի Հանրապետության հրապարակը լինի, իսկ The Grove-ը երևի թե ավելի օպերայի տարածքն է կամ հյուսիսային պողոտան։ Իրականում ամենտեղ էլ իսկ որ ծովափն ես սիրում։ Venice Beach-ը։ Ես էլ։ Այ շատ։ Գիտես շատերը չեն սիրում, որովհետև այնտեղ փնթի է, այնտեղ հենց այդ փնթիությունն է սազում իրան։ Ու ոճը այնտեղի հիպիական, երբ որ միշտ Հայաստանից կամ որևէ տեղից գալիս են հյուրեր, ովքեր գիտեմ կսիրեն, միշտ խորհուրդ եմ տալիս այդ տեղը, որովհետև այդ մշակույթը այնտեղի հիպիները, այնտեղի մարդիկ, ովքեր ստեղծագործում են եւ վաճառում են իրենց նկարները, իրենց պատրաստածները։ Հնարավորությունը հեծանիվ վարելու, ես տղայիս հետ միշտ գնում ենք հեծանիվներ ենք վարձում, ու շատ երկար հենց ծովի ափով հատուկ ճանապարհ կա, որտեղ մեքենա չկա եւ այլն, ոնց որ հանգստանում ես շատ։ Լիարժեք ժամանց կարելի անցկացնել ուիկենդի օրերին, շաբաթ կիրակի օրերին։ Իսկ ռեստորաններից որն ես սիրում։ Ռեստորանից դե Beverly ռեստորանները, հիմնականում շատ սիրում Նովիկովը, որը ռուսական ցանց է, տարբեր, չգիտեմ, սպայի դրությամբ Չիպրյանին, որն է գալիս մտքիս սպային, հա, Լայա In-and-out-ի հարկ։ In-and-out-ի ֆենոմենը ես չեմ հասկանում, բոլորովին։ Աշխատում ենք քիչ ուտել, ու հաճախ չուտել, բայց իսկապես համեղ է։ In-and-out սիրող, In-and-out-ը ունի երկու լսարան, մեկը այն է, որ բաժանվում է տանել չեն կարողանում երբեք չեն ուտում, եւ երկրորդը մարդիկ, ովքեր միշտ ուզում են եւ միշտ նախընտրելի է, բայց փորձում են զսպել զուտ, որովհետեւ այդ առողջ ապրելակերպը ստիպում է երբեմն հրաժարվել, բայց ինձ համար երևի թե միակ ուտեստն է, որը ինչքան էլ սոված լինեմ, չեմ ցանկանա ուտել, բայց դե մարդիկ շատ են սիրում, բուրգեր սիրողները շատ են սիրում։ Փափուկ հաց է ինձ համար խորթը։ Այս պահին առաջարկում եմ սննդի մասին խոսեցինք, ես պատրաստել եմ իմ ամենասիրելի թոստը, որը խորհուրդ եմ տալիս բոլորին, ինձ համար հավասարը չունեցող է այս բաղադրիչները, հենց դիտենք եւ վերադառնանք։ Ձեզ հետաքրքիր։ Այսօր պատրաստելու ենք աշխարհի ամենահամեղ թոստերից մեկը, չգիտեմ ինչպես է այն կոչվում, մեզ պետք է բուրատա տեսակի պանիր,
pesto sauce, glaze, prosciutto տեսակի միս, թոստարած հաց եւ կանաչին ճիշտ է պետք էր արուգուլա, բայց քանի որ ես չէի նկատել, որ վերջացել արուգուլան, մենք օգտագործենք այն ինչ ունենք։ Թոստարած հացի վրա հավասարաչափ բաշխում ենք pesto sauce-ը։ Լավ տարածում ենք, որպեսզի ամբողջ մակերեսը ծածկենք հացի։ Վրայից դնում ենք մեր կանաչին, ցանկալի է արուգուլա։ Վրայից ավելացնում ենք բացված պանիրը, բուրատան։ Գեղեցիկ եւ անկանոն դնում ենք մսի կտորները վրան։ Գեղեցկության համար ավելացնում ենք 1-1 ճյուղ որևէ կանաչի։ Գեղեցիկ զոլերով պատում ենք glaze-ը։ Եվ ըստ ցանկության որևէ սերմի տեսակ ես ինքս ավելացրեցի նուշի փաթիլներ։ Եվ մի փոքր ծիթապտղի յուղ, անչափ համեղ է, վայելեք։ Կրկին բարի լույս բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել, սա համահայկական առավոտն է, ձեզ հետ են Աննա Գևորգյանը եւ Անահիտ Սիմոնյանը, իմ գեղեցկուհի գոլեգան։ Հիշեցնենք, որ մենք ունենք հովանավոր մեր լավ գործընկերը Կարսի լավաշը, որը առանձնանում է իդեպ Կարսի լավաշի մեծագույն առավելություններից մեկը այն է, որ 2 օրվա հաց չեն վաճառում։ Հաջորդ օրը նույն ապրանքը չի վաճառվում, այսինքն եթե դա թխված է 3, այսօր արդեն այն չեն վաճառում։ Շատ համեղ լավաշը ուտելիս զգում ես քեզ Հայաստանում, այսպես ասած։ Իդեպ ուրբաթ օրը, երբ որ մենք սեղանին դրված թխվածքներ ունեինք, ես ճանապարհին հետս տարա, երբ որ գնում էի Yosemite եւ ամբողջ ճանապարհին ուտում էի, չի կարողանում կանգ առնել, շատ քաղցր էր, շատ էր, բայց այնքան համով էր, որ չի կարողանում կանգ առնել, ու մի հետաքրքիր բան էլ եմ ուզում ցույց տամ Yosemite-ից, քանի որ սիրտս մնացել է լեռներում, ես այնտեղից մի փոքր կտոր եմ իմ հետ բերել եւ չծիծաղեք, չծաղրեք ինձ, կարծում եմ բնության հետ մոտիկ մարդիկ, ահա այստեղ իմ բաճկոնն է դրած եւ բաճկոնիս գրպանում ես ունեմ մի բան, որը բերել եմ Yosemite-ից։ Սա այդ ձորերի ջրերի մեջից ես անկյունից գտա մի քար, որը վերցրեցի հետս որպես հիշատակ բերեցի եւ երբ որ ձեռքիս մեջ պահում եմ, այն ինձ ուժ է տալիս եւ այն էմոցիաները, որոնք ապրել եմ այդ պահին։ Շատ հետաքրքիր։ Իդեպ, ասենք մեր հեռուստադիտողներին, որ եթե ցանկանում են մեզ հետ համագործակցել, եթե ցանկանում են որպեսզի իրենց ապրանքը կամ իրենց բիզնեսը, ֆիրման լուսաբանվի, մենք սիրով կարող ենք հյուրընկալել ձեզ, կարող եք գալ հյուր կխոսենք, մենք էլ կծանոթանանք ձեր բիզնեսին, հեռուստադիտողներին էլ այն կներկայացնենք, ինչպես նաև կարող եք դառնալ մեր գործընկերը եւ ձեր ապրանքը ներկայացնել մեր եթերում։ Մենք այն կփորձենք ինքներս։ Այո, եւ արդեն մեր կարծիքը կասենք։ Կարող եք նաև գրել մեր էջերին, Instagram-յան, մենք ձեզ հետ կապ կհաստատենք եւ կօգնենք, որպեսզի ձեր բիզնեսի մասին իմանան բոլորը։ Իդեպ, նաև եթե կա ցանկություն, որպեսզի ձեր տեսահոլովակը երաժշտական մենք լուսաբանենք, կամ եթե ցանկանում եք, որ ձեր սիրած որևէ հայտնի մարդիկ լինեն մեր եթերում եւ մենք նրանց հետ խոսենք, բացահայտենք իրենց, կամ հարցեր, որոնք ուզում եք ուղղեք կոնկրետ մարդկանց, հանգիստ կարող եք անել դա։ Իդեպ շուտով մենք արդեն պատրաստել ենք նյութեր, թե սպորտի մասին, թե աստղաբանության, աստղագիտության, նորաձևության եւ մեր եթերները օր-օրի ավելի լայնանալու են, ընդլայնվելու եւ հետաքրքրանալու։ Եթե ունեք առաջարկներ, կարող եք այո գրել մեզ եւ մենք անպայման կդիտարկենք ձեր առաջարկները եւ նաեւ
կարող ենք մեզ հյուրընկալել իդեպ։ Եթե ցանկանում եք ձեր ինչ-որ անելիքների մասին խոսել, ձեր բիզնեսի մասին խոսել, նաև կարող եք մեզ Այո, անկախ նրանից դուք ստեղծագործող եք, թե ունեք ապրանք, որը արտադրում եք, ցանկացած հետաքրքիր բան, ինչի մասին կարող ենք մենք խոսել, ինչը բացահայտել թե մեզ համար, թե ցույց տալ մեր հեռուստադիտողներին, կարող եք դիմել մեզ գրելով մեր էջերին։ Շուտով նաև կարելի է բացել հենց առանձին Instagram-յան էջ, որտեղ մենք կունենանք կապ մեր հեռուստադիտողների հետ։ Եվ մեր ինչ-որ զվարճալի հատվածներ այդտեղ տեղադրենք։ Հետաքրքրացնել ավելի, այո, ձեր կարծիքն է հետաքրքիր մեզ ում եք ուզում տեսնեք եւ ինչի մասին եք ուզում, որ մենք խոսանք։ Իդեպ մենք նախապես էլ կներկայացնենք հյուրին, օրինակ եթե ունենք հոգեբան, ինչ հարցեր են ուզում կոնկրետ, ինչի մասին են ուզում լսել հեռուստադիտողները եւ որպեսզի ավելի շատ ձեզ համար հետաքրքիր եւ պիտանի լինի մեր եթերները։ Այո։ Իսկ այսօր մայիսի 27-ն է, օրը երեքշաբթի, աշխարհը կարող է թվալ սովորական, բայց հենց ձեր քայլը կարող է դարձնել այն մի փոքր ավելի լավ։ Բարի խոսք, հանդուրժողական ժպիտ կամ պարզապես լռությամբ արված մի բան, դա էլ է փոփոխություն։ Շնորհակալություն, որ առավոտը դիմավորեցիք մեզ հետ։ Մեր ամբողջ ջերմությունն ենք ուղարկում ձեզ եւ մաղթում ձեզ լավ օր։ Սա համահայկական առավոտն էր, ես Աննան եմ, ես Անահիտը, կհանդիպենք վաղը առավոտյան, նույն ժամին։ Հաղորդման հովանավորն է Կարսի լավաշ ընկերությունը։